Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան այլևս ժողովրդավար երկիր չէ։ Նա նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն կոչ է արել անցկացնել ընտրություններ։ Թրամփի խոսքով Ուկրաինայում երկար ժամանակ է, ինչ ընտրություններ չեն եղել։ Նրանք խոսում են ժողովրդավարության մասին, սակայն ըստ էության այլևս ժողովրդավարական պետություն չեն։ Հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը նաև քննադատել է Եվրամիությանը, այն բնորոշելով որպես թույլ առաջնորդների կողմից ղեկավարվող քայքայվող կառույց։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է նախագահական ընտրություններ անցկացնել, եթե ապահովվի դրանց անվտանգությունն ու փոփոխվի օրենսդրությունը, որն այժմ արգելում է ընտրություններ անցկացնել ռազմական դրության ընթացքում։ Այս հայտարարությունը հնչել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունից հետո։ Զելենսկին ընդգծել է. «Ես պատրաստ եմ ընտրությունների, խնդրում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ մեր եվրոպացի գործընկերներին աջակցել դրանց անվտանգության ապահովման գործում։ Այդ դեպքում 60-ից 90 օրվա ընթացքում Ուկրաինան պատրաստ կլինի ընտրությունների»։ Ռուսաստանի Իվանովայի մարզում կործանվել է AN-22 ռազմատրանսպորտային օդանավը, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ օդանավը վերանորոգումից հետո կատարել է փորձնական թռիչք, որի ժամանակ էլ տեղի ունեցել վթարը։ Կոմերսանտի տվյալներով օդանավում անձնակազմի 7 անդամներ են եղել։ AN-22-ը համարվում է աշխարհի խոշորագույն տուրբոպտուտակային ռազմական օդանավը, նախատեսված զինծառայողների ծանր տեխնիկա եւ սպառազինության տեղափոխման համար։ Ճապոնիան օդ է բարձրացրել իր ռազմական ինքնաթիռը հետևելու Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմաօդային ուժերի համատեղ պարեկությանը, ինչը իրականացվել է Տոկիոյի եւ Պեկինի միջև աճող լարվածության պայմաններում։ Reuters-ի փոխանցմամբ ռուսական 2 Su-95 միջուկային ռմբակոծիչներ թռել են ճապոնական ծովից դեպի արևելաչինական ծով, որտեղ միացել են 2 չինական H-6 ռմբակոծիչներին եւ միասին իրականացրել են երկարատև համատեղ թռիչք Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն արձանագրել է նաև Ռուսաստանի ռազմաօդային ուժերի միաժամանակյա ակտիվություն ճապոնական ծովում։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը չունի ԽՍՀՄ վերականգնելու որևէ մտադրություն, քանի որ դա անհնարին է։ Այսպիսով նա արձագանքել է Գերմանիայի դաշնային կանցլերի վերջին հայտարարություններին։ Պեսկովի խոսքով Ռուսաստանի նախագահը բազմիցս ասել է, որ Խորհրդային Միության վերականգնումն անհնար է։ Բացի այդ, ըստ Պեսկովի, նման խոսակցություններն անհարգալից վերաբերմունք են ԱՊՀ դաշնակիցների նկատմամբ։